Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտնեն Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այնուհետև Ադրբեջանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների պետությունների ղեկավարները մասնակցել են ապագայի խաղեր 2025 անվանումով ամենամյա համաշխարհային սպորտային մրցաշարի բացման արարողությանը։ Նախագահ Իլհամ Ալիևի հանրարարականի համաձայն օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձ ծրագրի շրջանակներում նախկին հարկադիր վերաբնակների հերթական խմբերը մեկնել են Լաչին քաղաք, Խոջավենդի շրջանի Հադրութ, Գրմզը բազար ավաններ եւ Աղդամի շրջանի Խդրլի գյուղ։ Այս փուլում Լաչին քաղաք է վերադառնում 17 ընտանիք, Հադրութ 6 ընտանիք, Գրմզը բազար 18 ընտանիք եւ Խդրլի 16 ընտանիք։ Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, վարչական շենքերում։ Սակայն հայրենական պատերազմում Ադրբեջանի նախագահ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակի արդյունքում նախկին հարկադիր վերաբնակները այժմ հնարավորություն ունեն 30 տարի անց կամավոր անվտանգ եւ արժանապատվորեն վերադառնալ իրենց հայրենի վայրեր։ Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին եւ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային համակողմանի պետական աջակցության համար։ Շնորհակալություն են հայտնել Քաջարի ադրբեջանական բանակին մեր հողերը օկուպացիայից ազատագրելու համար եւ հանգստություն են մաղթել այս վեհ նպատակի համար զոհված նահատակների հոգիներին։ Ադրբեջանը Վրաստանի հատուկ բարեկամն է։ Երկու երկրների կառավարությունների միջև առկա են բացառիկ բարեկամական հարաբերություններ։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետն Իրաքլի Կոբախիձեն հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Ես շատ անկեղծ հանդիպում ունեցա Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ Թուրքմենստանում։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը մեր հատուկ բարեկամն է եւ կառավարությունների միջև հաստատվել են բացառիկ բարեկամական հարաբերություններ։ Դրա համար էլ մեզ համար դժվար չի լինի որևէ հարցի շուրջ ընդհանուր լեզու գտնել, ընդգծել է Վրաստանի վարչապետը։ Կոբախիձեի խոսքով բանակցությունների թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով փոխադրումների վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելն է։ Դեկտեմբերի 17-ին Տոկիոյում պաշտոնապես մեկնարկել է աղետների ռիսկի նվազեցման ասիական համաժողովը։ Ադրբեջանը մասնակցում է համաժողովին։ Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Նիազի Զամանովը։ Հիշեցնենք, որ աղետների ռիսկի նվազեցման ասիական համաժողովը Տոկիոյում անցկացվում է դեկտեմբերի 17-ից 19։ Համաժողովի թեման է համատեղ դիմադրողականության ստեղծում դեպի մեկ աղետներին պատրաստված դիմադրողական հասարակություն։ Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարինա Գյունջինչին տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ընթացքի մասին։ Միլլի մեջլիսի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկու կողմերը Բաքվում բանակցություններ են վարել, մասնավորապես կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի եւ Եվրամիության միջև հարաբերությունների վերաբերյալ։ Գաֆարովան դիվանագետին նաև ներկայացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, այդ թվում խորհրդարանների միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։ Այս համադեպքում նա անդրադարձել է Եվրամիության Հայաստանի Հանրապետության գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթղթում առկա մտահոգություններին Ադրբեջանը հայաստանյան խաղաղության գործընթացի տեսանկյունից։ Անդրադառնալով Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևին Գաֆարովան նշել է, որ տարածաշրջանային ներկայիս իրողությունները եւ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված հաջողությունները կրկին ցույց են տալիս այդ փաստաթղթերի կողմնակալությունը։
Իրանը եւ Ռուսաստանը մեկ ամսվա ընթացքում կստորագրեն հրեշտ աստարա երկաթուղու կառուցման պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի շինարարության եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման տնօրեն Հուշանգ Բազվանդը։ Մենք ամսից էլ պակաս ժամանակում սպասվում է, որ իրանական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան պայմանագիրը վերջնականապես կնքելու համար, որից հետո իրականում կսկսվեն հրեշտ աստարա երկաթուղի շինարարական աշխատանքները, ասել է նա։ Բաքվում տեղի է ունեցել Սոքարի եւ Թագա Տեխնոլոջիեսի թոփ մենեջերների հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում համատեղ խորհրդման լուծումների մեկնարկի ճանապարհային քարտեզը, հայտնում է Յենիսաֆակը։ Սոքարի ներկայացուցիչ Ռուֆատ Ռզայևի խոսքով Թագա Տեխնոլոջիեսի փորձը եւ ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումները կարող են էական դեր խաղալ ընկերության ինչպես նոր, այնպես էլ ընթացիկ նախագծերի իրականացման գործում։ Թագա Տեխնոլոջիեսի փորձը եւ առաջադեմ լուծումները կօգնեն Ադրբեջանում իրականացնել նոր եւ ընթացիկ նախագծեր, կենտրոնանալով գործառնական արդյունավետության, առաջադար տեխնոլոգիական լուծումների եւ արևտրային մրցունակության վրա, նշել է նա։ Վստահ եմ, որ այս երկխոսությունը շուտով կվերածվի իրական համագործակցության եւ Սոքարի խորհրդման գործողություններին էական ներդրման, հավելել է Ռզայևը։ Ադրբեջանցի ռեժիսոր Իլգար Սաֆաթի հայրենի երկիր ֆիլմը 2 մրցանակ է շահել Ստամբուլում կայացած Golden Horse 5-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմն արժանացել է լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ եւ լավագույն օպերատոր անվանակարգերում մրցանակի։ Հայրենի երկիրը համեմատեղում է պատմական ճշգրտությունը եւ անձնական դրաման, ցույց տալով, թե ինչպես են Ղարաբաղյան պատերազմի ողբերգական իրադարձությունները ազդել գլխավոր հերոսի ճակատագրի վրա։ Ֆիլմը ընդգրկում է 40 տարվա ժամանակաշրջանը, այդ թվում 1987 թվականին Կաֆանից ադրբեջանցիների վտարումը, 1992 թվականին Խոջալույ կոտորածը եւ 2020 թվականին 44 օրյա հայրենական պատերազմի շրջանակներում Շուշայի ազատագրումը։ Բաքուն պաշտոնապես հայտարարվել են աշխարհի սպորտային մայրաքաղաք, ինչը քաղաքում սպորտի զարգացման ուղղված հետևողական եւ լայնածավալ աշխատանքի արդյունք է։ Այս մասին հայտարարել է Բաքու քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը։ Ադրբեջանի մայրաքաղաքին այս կարգավիճակը շնորհելու նվիրված արարողության ժամանակ։ Այս խոշոր սպորտային միջոցառումը մեծ ուրախություն է պատճառում։ Պետության ղեկավարի հարգարժան նախագահ Իլհամ Ալիևի ուշադրության եւ հոգատարության շնորհիվ մեր երկրում սպորտը անհընդհատ զարգանում է։ Բաքվի որպես համաշխարհային սպորտային մայրաքաղաքի հռչակումը բարձր մակարդակի աշխատանքի վառ օրինակ է, ընդգծել է Ազիզովը։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է պարբերաբար անպամացությամբ, հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Երեկոյան հյուսիս-արևելյան քամին կփոխարինվի հարավ-արևելյան քամով։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 3-6, ցերեկը 7-10 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում որոշ տեղերում պարբերաբար տեղումներ են սպասվում։ Լեռնային շրջաններում ձյուն։ Օրվա ընթացքում տեղումները աստիճանաբար կդադարեն։ Քամին չափավոր արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 1 աստիճան ցրտից մինչև 4 աստիճան տաքություն։ Ցերեկը 7-10 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 3-8, բարձր լեռնային շրջաններում 10-14 աստիճան ցուրտ։ Ցերեկը 0-5 աստիճան ցուրտ։ Գիշերը եւ առավոտյան որոշ լեռնային շրջաններում ճանապարհներին հնարավոր է մերկասառույց։ 102.7 FM